15 անձ բերման է ենթարկվել, այս թիվը փաստորեն ավելանում է, նախ 9 էր, հետո 11, հիմա արդեն տեղեկություն ստացանք, որ 15 անձ բերման է ենթարկվել, ընդ որում փաստաբանների մի մասի աշխատանքը խոչընդոտվում է, նրանց թույլ չեն տալիս ներս մտնել եւ իրենց վստահորդների նկատմամբ իրականացնել ծառայություններ համապատասխան, որոշ փաստաբանների ահազանգերից հետո հաջողվել է այդուհանդերձ ներս մտնել, այս պահին տեղեկություն ունենք, որ մեկ անձի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել, էլի մեղադրանքը նույնն է, իբրև թե բարեգործական գործունեության արգելքը, սա արդեն ձեռագիր է, մենք արդեն կարող ենք հստակ ասել, որ իշխանությունը նպատակ ունի նմանատիպ գործողություններով փորձել իմիտացիա ստեղծել, թե ուժեղ Հայաստան կուսակցությունը բարեգործական գործունեության արգելքի միջոցով փորձում է հակաօրինական գործողություններ իրականացնել, այս շինծուքրեական գործերը մեկ նպատակ են հետապնդում, իրավապահ գործիքակազմով փորձել վախեցնել մեզ, սա թույլ իշխանությունների վախի դրսևորումն է, մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, հիմա էլ պնդում ենք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախենում է ուժեղ Հայաստանից եւ նրա առաջնորդ Սամվել Կարապետյանից եւ տարբեր միջոցներով այդ թվում այս հակաօրինական գործողություններով փորձում է ճնշումների միջոցով ինչ-որ խնդիր լուծել իր համար, ես ենթադրում եմ, թե դա ինչ խնդիր է, ըստ էության իրենք ՔՊԱ-ականներն էլ խոստովանում են այս ամբողջ գործընթացի նպատակը, նրանցից օրինակ Արթուր Հովհաննիսյանը Facebook-ում շատ ուղիղ գրել էր, թե որն է նպատակը, իրենք նպատակ ունեն, իբրև թե հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել ուժեղ Հայաստանը, արդեն պարզ է, սա ուղիղ քաղաքական հետապնդում է եւ իշխանությունը փորձում է այս կերպ էլ ավելի երկարաձգել իր իշխանավարումը, քանի որ նա հասկանում է, որ կորցնում է իշխանությունը, բայց մենք այս փոքրիկ վրեժխնդրությունից, այս գործողություններից չենք վախենում, մենք գնալու ենք մեր նախանշած ուղով եւ այս ամենը մեզ չի կանգնեցնելու։ Ասացիք թիվը, բայց ովքեր են այդ մարդիկ, այս պահին կուսակցության անդամներ են, այս պահին մանրամասներ չեմ կարող հայտնել անունների վերաբերյալ, քանի որ ինչպես նշեցի, թիվը անընդհատ ավելանում է, Արտաշատի մեր գրասենյակի աշխատակիցներն են բերման ենթարկվածները, ավելի ուշ այլ տեղեկություններ լինելու դեպքում կհաղորդենք։ Բոլորը Արտաշատի։ Իմ տեղեկություններով հիմնականում այո, բայց հնարավոր է նաև այլ գրասենյակներից լինեն, այս պահին անվանացանքի վերաբերյալ տեղեկություններ չեմ կարող հաղորդել։